Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի Դահիե շրջանի բնակելի շենքերին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախավորվել են Հեզբոլլահի շարժման շտաբները։ Նշվում է, որ հարվածներ են իրականացվել նաև Լիբանանի Բեքայի շրջանում ուղղված զենքի պահեստներին եւ հրթիռային կայանքներին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմական ներուժը, հատկապես անօդաչու թռչողսարքերը սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի բոլոր շրջանների համար։ Նրա խոսքով թիրախում են հատկապես ռազմական, տրանսպորտային եւ վառելիքաէներգետիկ օբյեկտները, իսկ նախկինում անհասանելի համարվող Ուրալն այժմ նույնպես վտանգի տակ է։ Շոյգուն նշել է, որ նման հարվածները կարող են ոչ միայն տնտեսական վնասներ պատճառել, այլև ազդել ռազմական գործողությունների վրա։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ էր արել դաշնակիցներին ուժեղացնել համատեղ ռազմական ներուժը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարվածներից վնասված Դրուժբա նավթամուղի վերագործարկման համար կպահանջվի մոտ 1.5 ամիս։ ԵՄ Կիևին առաջարկել է ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն Հունգարիա եւ Սլովակիա նավթի մատակարարումները վերականգնելու համար, ինչին Ուկրաինան համաձայնել է։ Նշվում է, որ մատակարարումների դադարեցումը լարել է հարաբերությունները Բուդապեշտի եւ Բրատիսլավայի հետ, որոնք խնդիրը համարում են քաղաքական որոշում։ 93 տարեկանում մահացել է Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II, որը վրաց եկեղեցին ղեկավարում էր 1977 թվականից։ Նա եկեղեցու առաջնորդ էր շուրջ 49 տարի եւ համարվում էր Վրաստանի ժամանակակից պատմության ամենաազդեցիկ հոգեվոր առաջնորդներից մեկը։ Մինչև նոր պատրիարքի ընտրությունը եկեղեցին կղեկավարի պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտիտ Շիո Մուջիրին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կտրուկ արձագանքել է New York Times-ի հրապարակմանը, այն որակելով կեղծ տեղեկություն։ Նա նշել է, որ ամերիկյան որոշ լրատվամիջոցներ շարունակում են ապավինել ստախոս աղբյուրներին եւ տարածել չստուգված տեղեկություններ։ Ավելի վաղ New York Times-ը գրել էր, թե Վաշինգտոնը ցանկանում է հեռացնել Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելին առանց երկրի քաղաքական համակարգը փոխելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ զայրացած է Եվրոպայի պահվածքից Հորմուզի նեղուցի անվտանգության հարցում։ Նրա խոսքով եվրոպական երկրները հրաժարվել են բավարար ռեսուրսներ տրամադրել նեղուցը բաց պահելու համար, ինչը մեծապես վրդովեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին։ Գրեհեմը նաև նշել է, որ դաշնակիցների այս դիրքորոշումը հատկապես Իրանի հետ լարվածության ֆոնին մեծամտության դրսևորում է։